Պարոն Մայլյան, 2026 թվականն է եւ շուտով խորհրդարանական ընտրություններ են։ Մենք հիշում ենք, որ 8 տարի շարունակ իշխանություններին հեռացնելու գործողություններ են արվում, որոնք հաջողության չեն հասնում։ Նախ ինչն է ձեզ պատճառը։ Նախ համաձայն չեմ ձեզ հետ, որ շուտով են ընտրությունները, դեռ կես տարի կա այդ ընտրական գործընթացին։ Դե 8 տարին, եթե տենց բաժանենք որոշակի քաղաքական փուլերի, առաջի 2 տարին առանձնապես մեծ ինչ-որ կռիվ պայքար, եկեք անկեղծ լինենք, չկար, այդ հետհեղափոխական էյֆորիաներ, հիմնական պայքարը ձևավորվեց պատերազմից անմիջապես հետո, 44 օրյայից, եւ այդ պայքարը չգիտես ինչու, չգիտես ում թեթև ձեռքով այդ փողոցային պայքարը դարձավ ընտրական գործընթաց 2021 թվականին, որից հետո մինչև այսօր եկեք գնահատականը չտամ, բայց արդյունավետության առումով բավական ցածր արդյունավետության առանձին ինչ-որ դենց պայքարի նշույլներ կային, բայց երբ այդ շարժումներն ու պայքարները հասնում էին իրենց X կետին, այսինքն որից հետո պետք է ինչ-որ բան տեղի ունենար, էլ ինչ-որ պատճառներով իմ համար անհայտ, այդ ամեն ինչը սառում էր, վերածվում էր արդեն ուրիշ ինչ-որ տենց աննպատակ երթերի, ցույցերի եւ այլ։ Ըստ էության, եթե հետհայացքով նայենք, 2021 թվականից հետո հիմնական դերակատար հանդիսացող այս պայն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը զբաղված են եղել 2026 թվականի սպասումներով, որը կարծում եմ այդքան էլ հաճելի է այդ 26 թվականի արդյունքը այդքան էլ հաճելի չի լինելու ընդհանրապես ոչ մեկի համար, նույնիսկ այդ 26 թվին սպասողների համար։ Գլխավոր սպասողը։ Գլխավոր բոլորը։ Այսինքն, եթե սպասումներ չլինեին, ինչ-որ մեկը չսպասեր, իր սեփական առաջարկով հանդես կգար։ Այս պայդրությամբ, ինչպես վերջին 5 տարում, միակ քաղաքական առաջարկը ընդհանուր ընդդիմության համախմբումն է իմպիչմենտի օրակարգի շուրջ, որը քաղաքական եւ իրավական միակ հնարավորությունն է այս բանի հանդիսանում եւ շարունակելու է հանդիսանալ մինչեւ 8-րդ գումարման ազգային ժողովի լուծարումը, նույնիսկ չեմ ուզում ասել ընտրական process-ը։ Պարոն Մայլյան, տեսեք, որոշ քաղաքական ուժերի կողմից շատ ուղիղ ասվում է, որ որպեսզի Նիկոլ Փաշինյանի հնարավոր լինի հեռացնել, նախկին նախագահները որևիցե կերպ չպետք է իրենց դեմքերով մասնակցեն ընտրություններին։ Դուք այդպես կարծում եք։ Ես անկեղծ ասած այդպես չեմ կարծում, ասեմ ինչի համար, նախ ոչ մեկ բարոյական իրավունք չունի ինչ-որ մեկին ասի, որ դու մի զբաղվի քաղաքականությամբ, չգիտեմ, ես կզբաղվեմ կամ եւ այլ։ Իմ կարծիքով այդ առումով բաց է դաշտը, եթե ասելիք կա, մենք այնպեսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ այդ ասելիքը խլացնելը ուղղակի անհնար է։ Ես այ ուրիշ կերպ կձևակերպեմ։ Ես կցանկանայի, որ քաղաքականության մեջ լինեին ընդդիմության դաշտի մասին է խոսքը միայն այն մարդիկ, ովքեր քաղաքական ասելիք ունեն քաղաքական անելիքի մասին, այս ձևակերպումով կարող եմ ասել, անկախ նրանից մարդիկ նախկինում ինչ պաշտոններ են զբաղեցրել։ Մեր 3 նախագահների կառավարումն էլ, եթե համեմատության եզր նույնիսկ չունի այսօրվա իշխանության կառավարման ոչ մի բանի հետ, նույնիսկ անհամեմատելի է։ Սակայն այսօր իրավիճակը, որ այդ նույն մարդիկ պետք է դրսևորեն իրենց ընդդիմադիր դաշտի համախմբման, միգուցե նաև ոչ հենց իրենց անձի շուրջ համախմբման, այսպես ասեմ, պայքարի, այլ կարգավիճակով պետք է իրենց դրսևորեն, ինչ-որ մեկի մոտ միգուցե հաջողվում է նախագահներից, ինչ-որ մեկի մոտ այդքան էլ չի հաջողվում, բայց իմ կարծիքով ճիշտ չի ընդհանրապես որևէ մեկին, ցանկացած մեկին ինչ-որ կոչ անել, որ նա դուրս գա քաղաքականությունից կամ ներս գա, չգիտեմ, շատ անձնական որոշում է։ Այնպես որ իմ կարծիքով դա սեփական ասելիքի բացակայության քողարկման ավելի շատ բան ունի,
բնույթ ունի, քան թե ինչ-որ բան։ Եթե ես անելիք ունեմ, եթե ես գործ ունեմ, ինձ չի կարող ոչ մեկ խանգարել։ Իմ միակ թիրախը այս իշխանություններն են։ Իմ միակ թիրախը դրսի ինտերվենցիան է, ըստ էության արդեն կարելի է պարզ այդ մասին խոսել։ Թե չէ ինձ ոչ մեկ ընդդիմադիր դաշտից բացարձակ երբեք չի խանգարել։ Միգուցե ժամանակի ընթացքում որոշակի մեղմ մոտեցումներ որդեգրել եմ, զուտ պայմանավորված նրանով, որ ընդդիմադիր դաշտում գտնվող մարդկանց ճիշտ չի քննադատել, ես ընդհանրապես ես երբեք ոչ մեկին գործընթացի ընթացքում երբեք քննադատական խոսք չեմ ասել, իմ բոլոր քննադատական խոսքերը եղել են արդեն post factum, արդեն երբ որ ամփոփիչ բնույթի խոսքեր, բայց եթե ինչ-որ մեկը խանգարի գործին, իմ վրա օրինակը բերեմ, իմ գործին, այդ մարդու կամ այդ քաղաքական անհատի ուժի հետ ես կոնկրետ ըստ էության կունենամ քաղաքական բանավեճ, բայց հաստատ ոչ մեկի կոչ չեմ անի, ոչ մեկին կոչ չեմ անի դուրս գալ։ Հետո գիտեք, երեք նախագահներն էլ ավելով պակասով իրենց շուրջ ունեն քաղաքական որոշակի աջակիցների ներկայություն։ Երրորդ նախագահ ըստ էության Հայաստանի ամենամեծ կուսակցություններից մեկի ղեկավարն է եւ այդ կոչանողները անկեղծ ասած ես չեմ հասկանում իրանք ինչ կոչ են անում, որ ընդհանուր հանրապետական կուսակցությունը դուրս գա քաղաքականությունից, թե նախագահան, որտեվ վաղուց հայտարարել է, երրորդ նախագահան հայտարարել է, որ քաղաքականության մեջ չի, ըստ էության առաջին նախագահան էլ իր դեմքով քաղաքական process-ներին չի մասնակցում, արդեն վերջին հայտարարություններից դե կհստակեցնի, ըստ այդմ արդեն բան կանենք, կիմանանք արդեն ըստ այդմ կխոսենք, ըստ էության այդ բոլոր կոչերը ենթադրում եմ, որ վերաբերվում են երկրորդ նախագահին, որտեղ վերջին 8 տարում միայն երկրորդ նախագահն է, որ իր դեմքով ինչ-որ քաղաքական process-ներին է մասնակցել, բայց ըստ իս նույնիսկ իր դեպքում այդ կոչը սխալ է, այդ կոչը արդար չի առնվազն, որովհետև էլ եմ ասում, ամեն մարդ իր սեփական անձնական որոշումները ունի, իր որոշումների տերն է։